Ես հիմա պատրաստում եմ 78-ը բազմապատկել 65-ով, բայց փոքրինչ այլ ձևով, որպեսզի տեսնենք, որ գոյություն ունեն թվերը բազմապատկելու տարբեր ձևեր։ Հիմա կփորձեմ բացատրել, թե այս գործընթացի տարբեր մասերը ինչ դեր ունեն այս մոդելի մեջ։ Այսպիսով, պետք է 78-ը բազմապատկենք 65-ով։ Ես կբազմապատկեմ այնպես, ինչպես անում ենք սովորաբար։ 5 անգամ 8 լինում է 40։ Եվ 0-ն գրելուն և 4-ը մտքում պահելու փոխարեն ես ուղղակի կգրեմ 40։ Սա 5 անգամ 8-ն է։ Նաև պետք է բազմապատկեմ 5-ը 7-ով։ Պետք է լինենք ուշադիր, քանի որ սա ոչ թե 7 է, այլ 70։ Եվ 5 անգամ 70 կլինի ոչ թե 35, այլ 350։ Ուրեմն, ես պետք է գրեմ 350։ Այսպիսով, 5 անգամ 8 40, 5 անգամ 70, 350։ Եվ եթե մենք այս երկուսը բազմապատկենք, դա մեզ կտա 5 անգամ 78։ Եկեք նույնը անենք 6-ի համար։ Բայց եթե լինենք ուշադիր, կնկատենք, որ սա ոչ թե 6 է, այլ 60, քանի որ 60-ը տասնյակների շարքում է գրված։ 60 անգամ 8 լինում է 480։ Գրում ենք 480։ Ապա հաշվում ենք 60 անգամ 7, այսինքն 60 անգամ 70։ Նկատենք, որ ունենում ենք 2 0 և ստացվում է 4200։ Այսպիսով 6 անգամ 7, այսինքն 60 անգամ 70, լինում է 4200։ Իսկ հիմա կարող ենք արդեն ամեն ինչ գումարել իրար։ Այս ձևը շատ նման է բազմապատկման սովորական ձևին։ Ուղղակի ես գրեցի ավելի մանրամասն, որպեսզի պարզ լինի, թե որ մասը որտեղից է ստացվում։ Հիմա գումարենք ամեն ինչ իրար։ Առաջին շարքում կստանանք 0։ Երկրորդում 4 գումարած 5, 9, 9 գումարած 8 կլինի 17, գրում ենք 7-ը մեկը պահում ենք մտքում, 3, մեկն են մտքում 4, 4 գումարած 4, 8, 8 գումարած 2, 10, գրում ենք 0, մեկը մտքում, հաջորդ տեղում ունենք 4, մեկն էլ ունեինք մտքում, եղավ 5։ Այսպիսով ստացանք 5070։ Ես հիմա կփորձեմ պատկերել, թե ինչ արեցինք օգտագործելով այս մակերեսների օրինակը։ Մենք ունենք 78, այսինքն այս հեռավորությունը այս կետից այստեղ կլինի 70, իսկ այս հեռավորությունը այստեղ կլինի 8, և մենք պետք է դա բազմապատկենք 65-ով, այսինքն այս լինում է 60, իսկ այս քանը լինում է 5, այս ամբողջ երկարությունը եղավ 65, իսկ այս ամբողջը 78, և եթե մենք ունենք ուղղանկյուն, որի լայնությունը 65 է, իսկ երկարությունը 78, ապա նրա մակերեսը կլինի 78 անգամ 65, 5070։ Եվ այս մասը բոլոր թվերը կարող ենք ներկայացնել այս մոդելի տեսքով։ Երբ 8 անգամ 5 ստացանք 40, սա այս փոքր հատվածն էր։ 5 անգամ 8 հավասար է 40։ Երբ 5 անգամ 70 ստացանք 350, սա այս հատվածն էր։ 5 անգամ 70 հավասար է 350։ Երբ 60 անգամ 8 ստացանք 480, սա այս հատվածն էր։ 60 անգամ 8 հավասար է 480։ Եվ վերջապես, երբ 60 անգամ 70 ստացանք 4200, սա այս մեծ հատվածն էր։ 60 անգամ 70 հավասար է 4200։ Եվ երբ գումարեցինք այս թվերը, մենք ուղղակի գումարում էինք այս առանձին պատկերների մակերեսները։ Մենք ունենք այստեղի մակերեսի մեծ մասը 4200, ապա ունենք 480, այս մասը կլինի 350 և վերջապես 40 այստեղ։ Եվ այս ամբողջի գումարը ստացվում է 5070 քառակուսի միավոր։